Բարև ձեզ, ես Էմմա Սարգսյանն եմ, Արաբկիր բժշկական համալիրի մանկական սրտաբանը, եւ այսօր կխոսենք երեխաների եւ դեռահասների շրջանում հաճախակի հանդիպող սրտի ռիթմի խանգարումների մասին։ Ինչ ենք հասկանում ասելով սրտի ռիթմի խանգարումներ երեխաների շրջանում։ Դա սրտի հաղորդչականության ֆունկցիայի խանգարումն է, որը կարող է բերել ինչպես սրտի դանդաղ աշխատանքի, այսինքն բրադիկարդիայի, կամ հակառակը սրտի արագ աշխատանքի հաճախասրտության։ Շատ հաճախ մայրիկները դիմում են մանկական սրտաբանի հետևյալ գանգատներով, եւ որ իմ երեխայի սիրտը դանդաղ է աշխատում կամ ընդհակառակը արագ է աշխատում։ Եկեք հասկանանք ինչքան պետք է աշխատի երեխայի սիրտը նորմայի սահմաններում։ Բոլոր տարիքային խմբերի երեխաների եւ դեռահասների մոտ գոյություն ունեն տարբեր նորմատիվներ սրտի զարկերի հաճախականության։ Այդ պատճառով պետք չէ երբևէ համատել երեխայի սրտի ռիթմի արագությունը ծնողների կամ հարազատների սրտի ռիթմի արագության հետ։ Գոյություն ունեն ֆիզիոլոգիական իրավիճակներ, որի ժամանակ տեղի է ունենում սրտի ռիթմի փոփոխություն։ Երեխաների եւ դեռահասների շրջանում դա կարող լինի ցանկացած ֆիզիոլոգիական փոփոխություն, վախի զգացում, երջանկության զգացում, ինչպես նաեւ ցավի զգացումը, անքնությունը, դիսկոմֆորտի երևույթները կարող են բերել սրտի զարկերի հաճախացմանը։ Եվ հակառակը գոյություն ունեն նաև ֆիզիոլոգիական որոշ ժամանակներ, որի ժամանակ սրտի ռիթմը սկսում է դանդաղել։ Դա քնի ժամանակն է եւ շատ հաճախ դիտվում է ֆիզիոլոգիական բրադիկարդիա սպորտսմենների, այսինքն ովքեր զբաղվում են պրոֆեսիոնալ սպորտաձևերով, որ դեպքերում պետք է դիմել մանկական սրտաբանի։ Այն դեպքերում, երբ որ մեր մոտ գանգատը սրտի ռիթմի արագ աշխատանքը զուգակցվում է գիտակցության կորստով, այսինքն սինկոպեներով կամ պրեսինկոպեով, կիսաուշագնացության երևույթներով, թուլության զգացողություններով կամ երեխայի անկանոն շարժումներով կամ անհանգստության դրսևորումով, եւ դա կրում է մոտավոր մի քանի րոպեից մինչև մի քանի ժամ տևող ժամանակահատվածը, այսինքն մի քանի վայրկյանների ընթացքում չի վերականգնվում։ Կամ որոշակի գործոններ, որոնք բերում են հաճախասրտության, այդ գործոնները ինչպես եղանակային պայմաններն են, այսինքն շոկ եղանակին ջրազրկման հետևանքով առաջանում է հաճախասրտություն, ինչպես նաև մեծ ծավալով միանգամյա սնունդ ընդունելու հետևանքով կարող է առաջանալ հաճախասրտություն, սրտի արագ աշխատանք եւ անհանգստություն կրծքավանդակում։ Ներկայումս շատ տարածված է երեխաների եւ դեռահասների շրջանում էներգետիկ ըմպելիքների օգտագործումը, որը խիստ հակացուցված է մինչև չափահաս տարիքը լրանալը, քանի որ բերում է սրտի ռիթմի խանգարումների եւ որ ամենահաճախն է դիտվում սրտի զարկերի հաճախականության բարձրացման, այսինքն տախիկարդիայի, որը որ ինքնին բերում է ծակոցներ եւ ցավ կրծքավանդակում եւ անհանգստության զգացում եւ չի կարող դա ինքնուրույն անցնել մինչեւ չդիմեն բժշկի։ Սրտի ռիթմի խանգարումների ախտորոշման համար գոյություն ունեն սրտի ֆունկցիոնալ հետազոտություններ, որոնցից են էխոսրտագրությունը, էլեկտրոսրտագրությունը եւ անհրաժեշտության դեպքում նաեւ կարող են կատարել հոլտեր մոնիտորինգը, որը ցույց է տալիս մեզ 24 ժամվա ընթացքում սրտի ռիթմի փոփոխությունները, որոնցով եւ կարող են գրանցվել առիթմիաներ լինում են թե ոչ երեխայի մոտ։ Հաշվի առնելով այս ամենը, ուստի խորհուրդ եմ տալիս բոլոր ծնողներին չզբաղվել ինքնաբուժությամբ, չլսել կողմնակի անձանց խորհուրդները եւ հետեւել ձեր երեխայի, ձեր բալիկի առողջությանը եւ դիմել մասնագիտացված մանկական սրտաբանին, ստանալ ճիշտ ախտորոշում եւ ճիշտ բուժում եւ հետեւել ձեր երեխայի սրտի առողջությանը։